Սիրելի բարեկամներ, ողջույն։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ եւ ձեզ ներկայացնում եմ մեր ինքնությունը նախագիծը, մի նախագիծ, որը արդեն հասցրել է ըստիս դառնալ բավականին ճանաչված, բավականին նաեւ ես կասեի սիրված։ Դրա վկայությունն են տարբեր գրառումները, տարբեր մեկնաբանությունները, տարբեր զանգերը, տեքստերը, որ ուղարկում են ինձ մարդիկ, իհարկե կան առաջարկներ, կան ինչ-որ դիտարկումներ, անգամ քննադատություններ, եւ շատ կարեւոր է այս հետադարձ կապը ձեզ հետ, քանի որ հաղորդման նպատակը այս երկխոսությունն է, երկխոսությունն է ձեզ հետ, երկխոսությունն է կարևոր թեմաների շուրջ, հատկապես այս հարափոփող, այս ցնցումներով լի ժամանակահատվածում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ մեր ներսում, եւ մեր սահմաններից դուրս, եւ աշխարհը կարծեք այդ հրաբուխի նման դեռևս չի կարծրացել, որպեսզի մենք ունենանք կայուն եւ ինքնության, եւ պատմության, եւ ժառանգության հետ կապված պատկերացումներ, դրա համար մենք շարունակում ենք քննարկումները մեր բացառիկ հյուրերի օգնությամբ, նրանց աչքերով նայելով այսօրվա հարցերին, խնդիրներին եւ ամենակարևորը տեսնելով, թե նրանք ինչպես են իրենց նպաստը ներդրումը բերում այս բոլոր գործընթացներին։ Այսօրվա իմ զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող Կարեն Թոխացյանն է։ Կարեն, ողջունում եմ։ Ես դույով խոսեմ, որովհետև քչերը գիտեն, որ ես եմ շնորհակալ, որ մենք ընկերներ ենք, դրա համար ոչ թե անհարգալից վերաբերմունք է, քանի որ մենք միշտ իրար վաղուց ճանաչում ենք որպես ընկերներ, մենք միասին վաղ եւ առիթ ենք ունեցել։ Այո, երկելու եւ նույն երգչախմբում, Նարեկ Արական երգչախմբում Մկրտիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ղեկավարությամբ եւ այդ տարիներից սկսած ես շատ լավ հիշում եմ, որ դու առանձնանում էր, այսինքն խոսքը 80-ականների վերջ, հենց քո ուսումնասիրություններով մենք ունենք տարբեր Կարեններ մեր երգչախմբում, յուրաքանչյուր Կարեն առանձնանում էր 5 Կարեն, յուրաքանչյուր Կարեն առանձնանում էր իր մասնագիտական ուղղվածությամբ եւ դու բնականաբար ասոցացում էր ժառապատկերների հետ։ Ժառապատկերները դարձավ քո կյանքի այսպես կյանքը եւ դու դրանով ես ապրում եւ դու նաեւ վերջերս հրատարակեցիր մի գիրք, որը կոչվում է Հայաստանի ժառապատկերներ, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շատ կարևոր հիմնարար աշխատություն է, որի մասին մենք կսկսենք խոսել։ Ինչու դու փորձեցիր մտնել այդ մի քիչ տարօրինակ աշխարհը եւ որն է քեզ շատ հաճախ մենք ասում ենք, մինչև քրիստոնեությունը չէ որ մենք եղել ենք, այո, մենք եղել ենք, որն է նախաքրիստոնեական հայկական քաղաքակրթությունը, որի լավագույն դրսևորումներից մեկը նաև ժառապատկերներն են ըստիս։ Շնորհակալություն ժավերի համար, Գեորգ ջան, ժառապատկերները կարելի է համարել իրավամբ մեր հայոց պատկերագրական մշակույթի, ոչ միայն հայոց, աշխարհում էլ պատկերագրական մշակույթի վաղագույն շերտը։ Այդ ժամանակային ժառապատկերները, որոնք Ֆրանսիա, Իսպանիայի տարածքում արդեն թվագրվում են, սկսել այդ մտածողությունը եւ արտացոլումը մտքերի զգացմունքների մարդկանց, իրենց կենցաղի մոտ 30-40 հազար տարի առաջ։ Այն ժամանակային նաեւ մարդակերպ արձանիկները, նախնադարյան վեներաները, հիմնականում կանանց արձանիկները, պտղաբերության պաշտամունքի եւ այլն։ Այնպես որ ժառապատկերը Հայաստանում եւս կարելի է համարել պատկերագրական մշակույթի կամ կերպարվեստի վաղագույն շերտը։ Մենք հաղորդակցման առաջին միջոցն էր։ Սա մեկ, երկրորդ, իր ներքին մտքի գաղափարի զգացումի արտահայտումը, հայերեն պատկերացում բառը շատ լավ արտահայտում է։ Ինչ որ բան պատկեր դարձնել, ինչ որ կա ներսում, պատկեր դարձնելով հաղորդակցվում ես, որովհետև այն հեռավոր ժամանակներում, չեմ ասում 30,000, 40,000 տարի առաջ, գոնե 7-ից 2-րդ հազարամյակներում ժառապատկերների ստեղծման հիմնական ժամանակաշրջանն է։ Մեզ մոտ, թե ընդհանրապես։ Մեզ մոտ, ընդհանրապես, հետո երևի կանդրադառնանք։ Այն հին շերտը, որ ասում էի ֆրանկ կանտաբրիական տարածքի Ֆրանսիայի եւ Ֆրանսիայի հարավի Իսպանիայի հյուսիսի նրանք 30-40 հազար տարի առաջ էին։ Դգոհատևեց մինչև 15,000 տարի մեզանից առաջ։ Սառցապատում, խանգարող գործոններ, այդ մշակույթը այլևս չկրկնվեց։ Այդ բարձր մշակույթը պատկերագրական չկրկնվեց։ Գունանկարներ էին, պահպանվել էին քարանձավում, ինչ որ հրաշքով,
ինչպես են մուտք առանձավում նկարել, ինչպես են ընտեղ իրենց պաշտամունքն իրականացրել մթության մեջ, դա դեռ առեղծված է։ Լուսավորման սարքեր չէին կարող լինել։ Մրի հետքեր չկան Քարանձավի առաստաղին ու պատերին։ Իսկ փորագիր ժայռապատկերները աշխարհում 7-րդ հազարամյակից այն կողմ գրեթե չկան։ Հայաստանում դա սկսվել է հավանաբար 7-ից 6-րդ հազարամյակներում Քրիստոսից առաջ եւ հասել մինչեւ մեհենագիր շրջան, հիերոգլիֆների, խետալուվիական, հայկական մեհենագրերի, հետո էլ իհարկե Ուրարտուն, մոտապես 9-րդ դարից սկսած, իսկ սեպագիրը եւ մեհենագրերը տեղեկության ու զգացողության արտահայտման շատ ավելի հարմար ձևեր են, կոմպակտ, ամփոփ են, 100 նշանով, կարելի է վանկագրերով յուրաքանչյուր ցանկացած միտք գրել։ Ժայռապատկերով չես կարող ուզածդ միտքը գրել, պիտի պատկեր դարձնես, պատկերացումները քո արտացոլես որևէ նյութական կրիչի վրա։ Այսօր էլ մենք նյութական կրիչի վրա պահում ենք սևեռում պահպանում մեր պատկերացումները, մտքերը, գիրք, թվային աշխարհ, մագաղաթ, ուստի ժայռապատկերները հնագույնն են այս առումով։ Ինչու շեղվեցի իմ հիմնական մասնագիտությունից աստղաֆիզիկայից, այո, ավարտել, հետո նոր սկսել եք, չնայած աստղերի ուսումնասիրելը երևի ուղղակիորեն բերել է նաև այդ աստղաֆիզիկայից եկած յուրացված մտածողությունը շատ օգնեց։ Կարճ ասեմ, աստղագետները այն գիտնականներն են, որոնք լաբորատորիա չունեն։ Ոչ մի փորձ չի կարող դնել աստղագետի, տարբերություն բոլոր մյուս ֆիզիկոսների եւ բնագետների։ Նույնիսկ հասարակագետների, սոցիոլոգներ կարող է փորձ դնել։ Մենք չենք կարող, միջազգայնագետներն չեն կարող։ Ձեր փորձերը մի քիչ այլ ոլորտում են։ Երբեմն բերում են համաշխարհային փորձանքները։ Այո, ցավոք։ Իսկ աստղաֆիզիկան փոքրիկ ճեղքից աստղադիտակի պիտի նայես ռադիոտիրույթում կամ լուսային տիրույթում եւ փորձես կառուցել ամենամեծը՝ տիեզերքը։ Ինչպես փակ ձեռքերով, ձեռքերը հետևում դրած, միայն մտքով, բայց ի տարբերություն բոլոր մյուս ֆիզիկոսների ու բնագետների, աստղագետն ունի ամենահարուստ լաբորատորիան։ Տիեզերքում տեսնում ես նյութի բոլոր վիճակները, բոլոր շարժումները, ամեն ինչ։ Եվ այս նեղ ճեղքից, տեղեկատու ճեղքից պիտի կառուցես տիեզերքը, նորից եմ կրկնում։ Նույնը ժայռապատկերի դեպքում այս համեմատությունը տանեմ, եկել է մի մարդ, հետաքրքրասեր մարդ, որը արտահայտել է իր ներքինը, քարի վրա փորագրել, շատ դժվար գործ է, 10 սանտիմետրը կարող էր տևել այն ժամանակվա դեռ շատ չզարգացած գործիքների պարագայում, մոտապես 1 ժամ փորագրել 2-3 մմ խորությամբ, 1 սանտիմետր լայնությամբ։ Նպատակային գործ էր, հեղինակային էր, մտածված, կանխամտածված էր եւ Բայց ում համար էր ինքը նկարում։ Այս շատ լավ հարց էր։ Նկարում էր առաջինը իրեն արտահայտելու համար, սա մեկ, արև ու լուսինում համար պիտի նկարեր, պաշտում էր։ Իր համար։ Թե վախենում էր։ Բնականաբար։ Եվ այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք, որ ընդհանրապես արվեստ եւ մշակույթը սահմանենք որպես բնության մեջ մարդու կառուցած, մարդու արարման արդյունք։ Այնինչ մարդու ձեռքը կամ միտքը կպել է, համարում ենք մշակույթ։ Արվեստը դրա մի մասը։ Մշակույթի մեջ ամեն ինչն է, պաշտամունքը, հավատալիքները, սովորույթները, ծեսը, գիտությունը, քաղաքականությունը, կառավարումը, ամեն ինչ մշակույթ է։ Բայց այսինքն այն ինչը որ բացի ԴՆԹ-ից գրվում է մեր մտքի վրա։ Այո, ԴՆԹ-ի վրա գրվում է մեզանից անկախ մեր հիշողությունը, այժմ արդեն ըստ նոր տեսությունների ոչ միայն էլեկտրական հոսանքների բջիջի մեմբրանի լիցքավորումների տարբերությամբ է գրվում, այլ նաև ԴՆԹ-ում։ Ինչ որ հիմա մենք ինչ որ մի բան տես այն անկյունում, դա արդեն ըստ երևույթի ինչ որտեղ գրվում է։ Ուղղակի հանելն է դժվար, որտեղ մեր կամքից անկախ է դա։ Գրվում է խորքային Վինչեսթերներում, բարդ է։ Ժայռապատկերը, ինչպես եւ գիրքը, ես համեմատություն եմ տարել գրքի հետ, առաջին բնութագրիչը, հեղինակային։ Իսկ արվեստ եւ մշակույթում համար է ստեղծվում։ Ինքդ մի բան, որ նկարեցիր, գրեցիր, բանաստեղծություն կամ երաժշտություն, պահեցիր քո մեջ, դա արվեստ չէ։ Այսինքն արվեստի արարման արդյունքները մշակույթի պիտի հանրայնացվի։ Մարդը գրում է ուրիշի համար։ Ովքեր են այն ժամանակ, քանի հոգի են, այսպես ասած, լսա, ֆոլովերները ովքեր են։ Հիմա կհաշվեմ կաս։
Եթե բայց հետաքրքիր է, իսկապես հիմա եթե գործը մնում է միայն քո սահմաններում ընկալման, դա արվեստ եւ մշակույթ չէ։ Գիրքը գրվում է ուրիշի համար։ Գիրքը հեղինակային է, ժանրապատկերը հեղինակային է։ Պահպանման կայուն միջոց են երկուսն էլ։ Ուղղված են հանրությանը։ Ես հասարակություն բառը չեմ սիրում։ Հանրությանը։ 4. Պահպանման փոխանցման միջոց, կարծես թե ասեցի, եւ բովանդակություն անսահմանափակ եւ բազմակողմանի եւ վերջինը կուտակելիություն, մոռացածել փոփոխելիություն, խմբագրել, ժանրապատկերը կարելի ինչ-որ բան ուղղել, փոփոխել, իհարկե խզբզոցներ կան անմիտ կամակամա եղած, այսինքն ժանրապատկերը կարելի համարել գիրք բառի հնագույն իմաստով, գրապարյան Ք հոգնակի գրեր, ոչ թե հենց գիրք, բայց իմ համացուն հենց գրքի հետ էր։ Որն էր հայկական լեռնաշխարհի, եթե չեմ սխալվում, հիմնականում Գեղարքունիքի հետ Ուխտասարի հատվածում ես դու շատ հայտնագործություններ արել։ Այո, անձամբ։ Որն է ամենահին ժայռապատկերը, որ մենք ունենք, թե նման բան չեն կարող ասել։ Դա մի քիչ ռիսկային է այդպես հայտարարելը, կարող եմ ընդհանրապես մի տարբերություն նշել, որը նկատել է դեռևս 80 թվականին մեր մեծ ծնագետ Հարություն Մարտիրոսյանը, ինքը գեղամալերների ժայռապատկերներով զբաղվեց, 2 հատոր հրատարակվեց 71-ին եւ 81-ին իր մահից հետո։ Ինքը շատ հետաքրքիր մի բան էր նկատել մեծ պայտասարի գեղամալերների ժայռապատկերների օրինակով, որ մեծ պատկերները, որտեղ չկա մարդ եւ կա այս չափի մի քարայց կամ երբեմն եղջերուներ կամ հովազ, չկա մարդը։ Ինքը նկարել է իր սննդի օբյեկտին, շատ կոպիտ եմ ասում, եւ իր ումից պիտի պաշտպաներ իրեն եւ որսը, որսակենդանուն։ Հետո ինքը նկատում է, որ մոտապես 3-4 հազարամյակում արդեն մարդը երևաց, որպես որսորդ։ Արդեն ինքը իրեն դրեց այդ ինքն իրեն է նկարում, բայց թե իր ընկերներին օրինակ ասեն կամ ընտանիքի անդամներին։ Դա խորհրդանշական է, չէ, դիմապատկերներ շատ քիչ կան։ Չէ, նկատում եմ, ընդհանրեն օրինակ մենք տեսնում ենք աղեղով ինչ որ մարդու դա ինքն է, ինքն իրեն է պատկերում, ինքն իր մասին ինքը ուներ նման ընկալում, ինքնագիտակցություն, թե ինքը տեսնում է։ Կարևոր չի կարծում եմ, որովհետև ինքը գիտեր, որ ինքը որս է անում եւ նշեմ մի բան, ոչ միտեղ չեք տեսնի, որ ժայռապատկերում մարդը նետաղեղն ուղված լինի դեպի կենթանուն դիմահայաց։ Սա ինչ է հետևից էր, հա։ Հետևից։ Որսորդու ուսուցիչը կարող աշակերտին իր տղային սովորեցնել պարզագույն մի բան հասկացնել, դիմացից մի մոտեցի, քարայցի նման զգույշ ճարպիկ կենթանուն, հետևից։ Եվ գալով մեր հաղորդաշարի թեմային փոքր-ինչ մոտենալով ինքնությանը, արժե համակարգային մի քանի նկատառումներ, դիտարկումներ ունեմ։ Որևէ ժայռապատկերում Հայաստանի խոսքը, Հայաստան ասելով ես երբեմն կասեմ Հայաստանի Հանրապետություն, երբեմն Հայաստան կամ Մեծայք։ Ամբողջ Մեծայքի տարածքում 12000 ժայռապատկերից միայն մեկում կա տեսարան, որտեղ մի մարդու ձեռքին նետաղեղ ուղղված է դեպի մյուս մարդը։ Եվ երկրորդ, որևէ պատկեր չկա, որ նետաղեղը կամ նիզակը խրված լինի որսակենդանու կամ հովազի մարմնի մեջ, չկա։ Այսինքն ամփոփելով դաժանության տեսարան չկա։ Բնականաբար նախնիները դաժան չեն եղել։ Բնականաբար այցը որսացել են, կերել են, դրա արդյունքը մենք ենք, որ այսօր կանք։ Կուշտ են եղել, բազմացել են, կարողացել են իրենց պահել, պահպանել կենսունակությունը, շատանալ, բազմանալ, ուրեմն կարողացել են այդքան, ես մի ժայռապատկեր կա, որտեղ 22 հովազ է պատկերված։ Կարող ենք տեսնել դա։ Ես կուզեմ մի կարող ենք, քանի բայց փոքր էր։ կադրեր ունենալ։ Ցույց կտանք, Նաև ուզում էի դուք ամենասկզբում Կարեն ասացիր, որ քո այս հիմնական նկարը կա նաև ժայռապատկեր։ Ես կուզեի որ դա։ Խնդրում եմ չմոռանանք։ Այս մի միտքը վերջացնեմ արժե համակարգային առումով։ Բնականաբար սպանել են կենթանուն, որսացել են, սնվել են, բայց ոչ միտեղ իրենց թույլ չեն տվել պատկերել գլխատված կենթանի, առավելևս գլխատված։ Չեն կարողացել նկարել պարզապես։ Կարող էին, անգլուխ այց նկարեին։ Հա։ Չկա, բոլոր այցը ինչ է, մի հորիզոնական գիծ 4 ուղղայած ոտքեր եւ 2 թեք։ Լավ, գանք ավելի բարդ հարցերին կա։ Գանք։ Եթե դեմ չես։ Իրենք հայ էին, այդ մարդիկ, իրենց ինչ այդ իդենտիֆիկացիա նույնականացումը։ Ես գիտեմ, որ շատ բարդ հարց է, ընդհանրապես մենք երբանից ենք սկսում ընկալել այդ մարդկանց որպես հայեր։
Ամենաբարձ հարցը կարելի է փոքր-ինչ մատների վրա պարզ բացատրել։ Ընդհանրապես համարվում է, որ ազգը ասում էին կապիտալիստական ժամանակների կատեգորիա եւ կային սահմաններ, դե իհարկե ազգի բնութագրումները, եթե մենք փորձենք հիմա հիշելով տալ, առաջինը մարտաբանությունը, գույն, մազածածկույթ, դեմքի կառուցված, երկրորդը հավանաբար կարելի համարել լեզուն։ Լեզուն փոքր-ինչ այս պահին առանձնացնենք մշակույթից, որտեղ լեզուն մի քիչ ավելի ակամա է, մարդը կամա չի ստեղծել լեզվի բառապաշարի մեծ մասը։ Մի մասը բնաձայնական է եւ այլն։ Երրորդ մշակույթը։ Մշակույթի մեջ կարող ենք մտցնել սովորույթները, ավանդույթները, պաշտամունքը, հավատքը, մոտապես 5-6 պարամետրով բնութագրիչով եւ վերջում էլ ազգային ինքնագիտակցություն։ Եթե այդ բոլորը կան եւ համապատասխանում են, մարդը ասում է ես հայ եմ։ Հիմա ենք ասում։ Բայց համարենք, որ հայկի ժամանակվանից է մեր ազգային ինքնագիտակցությունը ձևավորվել, ասենք թե 25-րդ դարում 4500 տարի արդեն, դա լեգենդ է, նույնիսկ այդքան էլ կարևոր չի, Հայկ Նահապետը իրական այդպիսի կերպար էր, թե մի քիչ ավելի սովորական մարդ, եղել է մի մենամարդ, որից հետո հասկացել են, որ իրենք ինչ որ բանով տարբերվում են, հաղթեցին իրենց բարությամբ ու ուժով չարին, որն եկել էր տարածքև իրենց գրավելու, հավանաբար այդ ժամանակներից ըստ Խորենացու, բայց չեմ կարծում, որ 4-րդ հազարամյակում մարդկանց մտածողության մեջ կարևորվեր եսն ու նան կարևորվել է, մենք ու նրանքը կարևորվել է, բայց ինչ առումով։ Ասենք միջնադարում ռուսներին ասում են ռուզիկներ, ավելի շեկության, կարմիրության ինչ-որ հետևանք։ Մյուսներին ասում են երկարագլուխներ։ Մենք մարդուն ինչպես ենք բնորոշում արտաքին կառուցվածքով եւ գույներով եւ բնավորությամբ։ Մեզ ինչպես են այդ դեպքում բնութագրել։ Եթե ռուսիները, այսինքն խարտյաշներն էին, երկար գլուխներ կամ երկարաբազուկները էլի, այո, էլի տարբեր հետաքրքիր բան կաս, բա մեր գենոտիպը, այսինքն մեր ոչ թե գենոտիպը, այլ ինչ այսինքն ֆիզիո ինչը, բառը չգիտեմ ճիշտ։ Դե մենք մեր գլխի ձևը տարբերվում է մյուսներից, ավելի արևելյան ցեղերից, եւ նշեմ մի բան, օրինակ Վրաստանին մենք ինչ ենք անվանել վիրք, վերև։ Հյուսիսի իմաստով։ Ինչպես, հա։ Վերև։ Աղվանք։ Աղվանքը չգիտեմ ճիշտ անունը, ստուգաբանություն չգիտեմ, օրինակ եզդիներն էլ մեզ ասում են ֆլա, հողագործ, նստակյաց։ Մեզ։ Ֆլա։ Հետաքրքիր է։ Մասնագիտական։ Ոչ մի վիրավորական բան չկա։ Ճիշտ է, որ մենք խարտյաշ ենք եղել։ Այդքան էլ չէ, որտեղ մազերը լավ չեն պահպանվում, իսկ գեներից մազերի գույնը ես չգիտեմ, հնարավոր է թե չէ։ Հնարավոր է այս տարածաշրջանում խարտյաշ լինել այս։ Սևանի ավազանի բոլոր պեղումները հնագիտական, մարտաբանական նյութը ցույց է տալիս, որ եղել են ավելի բարձրահասակ, քան այսօր եւ միջին գտնված ոսկրամնացորդները, բայց աչքերի գույնի մասին դժվար է ասել։ Դա մի քիչ լեգենդ է։ Գալով վերադառնալով այն մտքին, միգուցե կարիք չի եղել, ասենք 7-րդ հազարամյակում կարիք չի եղել ասել ազգերի անուն տալը։ Ավելին չեմ կարող ասել, ցեղ բառը շատ լավ է, երբ որ մենք ցեղակրոն իմաստով ենք օգտագործում, բայց ցեղ բառն էլ երբեմն մի քիչ ավելի ստորադասված իմաստ ունի, ցեղեր, վայրենիներ, ցեղեր։ Ըստ երևույթին 4-րդ հազարամյակից արդեն կարող էր առաջանալ լավ 3-րդ հազարամյակից պահանջ տարբերակել մեկ եզրով, էթնիկ պատկանելություն նշելով, հայ, վրացի, այն ժամանակ դե Հայաստան մենք ենք, Ուրարտուն բնականաբար մենք ենք, կայսրություն էր թե, բայց մենք ենք, որովհետև մեծ հայքում ձևավորվել է մեկ եւ միայն մեկ էթնոս հայերը։ Ես հիմա գալու եմ իհարկե իմ դաժան հարցերին, թե ինչպես է ստացվում, որ մենք եւ ես դες հետ համաձայն եմ, Կանան ջան, որ Ուրարտուն Հայաստանի նախակարապետներ, բայց ինչպես է ստացվում, որ մենք Էթիոնին այսօր բացարձակ չեն կարողանում դա եւ ուրիշները անգամ Թուրքիան հիմա հավակնություններ ունի Ուրարտուն վերցնել եւ իրենով անել այդ գաղափարները, այդ պատկերները, բայց եկեք մի քանի բան նայենք։ Գեղամալերների մի մասից նկարել եմ, լուսանկարել եմ, կարծեմ 16 թվականին էր։ 3 հայոց սրբազան պաշտամունքային լեռները։ Հատիսը, Արայլերը, Արագածը հերվում, գեղամալերներից։ Եվ գիրքի կազմը ձևավորել եմ, մոնտաժել եմ մի ժայռապատկեր եւ հայոց բնաշխարհ, արև,
Այո, իսկ նախ դուք ժառապատկեր եք գտել նման նկարով։ Ես դա եմ ուզում որ դուք ստաք։ Ես նկարել եմ մի կետից, բայց ինձնից առաջ, ենթադրենք մոտ 5000 տարի առաջ, մեր նախնիներից մեկը այս քարի վրա պատկերել է նույն այդ երեք լեռները։ Եթե լավ է երևում, Հատիսը, Արայլեր, Արագածը, ահա քարը եւ մեծացրած մասը։ Նույնիսկ երևում է Հատիսի երկգագաթ լինելը։ Մոտապես 2 կիլոմետր տարբերությամբ, երկուսն էլ Գեղամա լեռներում է սա։ Ինչու է նկարել։ Քարտեզ, երևի քարտեզի իմաստը ինչ է, պահպանել բնական տարրերի, բնության տարրերի նշելով ցույց տալ իր որևէ տեղը, լավ որսի տեղը, որսադարանը, ջրի ակունքը, հեղեղատի տեղը, վտանգավոր տեղերը։ Այստեղ սարերն ինչու է պատկերը, սարերը չէին կարող տեղը փոխել։ Բայց իր պաշտամունքային լեռներն են, երեքն էլ կապված են Արագեղեցիկի հետ։ Իսկ Արարատը Արարատը ձախ կողմում կերևա։ ունեք, հա, ժառապատկերն Արարատի չկա։ Արարատի պատկեր կարող է լինել Արագածում, ես առաջ անցնելով ասեմ, մինչև 1912 թվականը հայտնի էր կիսահայտնի էր 24 ժառապատկեր, առանց տեղերը նշելու, հիմա 1000։ 13 թվականին 12-ից Արսեն Բոբոխյանը հնագետ գտավ Ագրավաքարի մոտ եւ Տիրին կատարի մոտ մի քանի ժառապատկեր, 12 հատ, հետո արդեն 13 թվականից ես եւ Փաստորեն Արագածը հայտնի չէր, 980 ժառապատկեր գտնվեց։ Հուսով եմ, որ դեռ չի գտնվել այն, որի վրա երևում է Արարատը։ Հուսով ես, որ չի գտնվել։ Հուսով եմ, որ կա ու ես դեռ չեմ գտել։ Չի գտնվել, բայց զարմանալի է, որ Արարատը չկա։ Շատ։ Արագածը կա, այ հաջորդ էջին, ափսոս մեծ լավ չի երևում։ Այստեղ մի քար կա, որի վրա 4 անկյուն է երևում։ 4 սուր անկյուններ։ Այս քարի կանգնած տեղից երևում են Արագածի 3 գագաթները։ 4-ը չի երևում։ Եվ դա տարօրինակ չի, բայց այս մարդը, որով նկարել էր, եթե 20 մետր բարձրանար, 4 հարավային գագաթներ, ինքը գիտեր տեղը։ Եվ հարավային գագաթի ձախ կողմ նկարել է պտտվող արևի սկավառակ, որոնց շարավիղներից մի քանիսը կոր են, կարծես հավերժության նշանի նախատիպը լինի։ Ցույց է տվել, թե որտեղ է մտնում արևը։ Ինչի էր պետք։ Ոչ մի բան կիրառական չկա, սա զուտ պաշտամունքային է, Սրբազան լեռան պատկերը եւ պաշտամունքային արեգակի։ Խաչանշաններն էլ ճիշտ կողմնացույցով ցույց են տալիս այդ ուղղությունը։ Մի քարտեզեր կա, սա մի քիչ ավելի բարդ է, ավելի պակաս ակնառու, բայց առաջինը շատ ակնառու է։ Արարատը կգտնենք եւ որպեսի առանց Արարատի չմնար, այ հիմա մտածեցի ես կազմի նախ ֆորզացի։ Այդ ֆոտոներ կան, բայց կարևոր է։ Ինքը նույն Արագածից կարող էր տեսնել ու նկարել։ Հետարքի է որ Արեն, հիմա փորձենք գալ արդեն մեր գիտեք որ հարցներից հետաքրքրում, արդյոք այս ամենը ինչ որ դուք տեսել եք, բացահայտել եք եւ մենք ունենք, սա մեր ժառանգությունն է, ինչպես որ դուք նաեւ նշեցիք։ Բնիկ ենք, տեղաբնակ ենք։ Ինքը չի կարող չլինել ԴՆԹ-ի մեջ այդ տեղեկությունը, ինֆորմացիայի կրողն ենք։ Արդյոք բայց դա մեզ պետք է այսօր ինքնության պահպանության համար, թե մենք պիտի նայենք առաջ, այսինքն պատմությունը պատմությամբ, այդ ամեն ինչը հետաքրքիր է, ամեն ինչը ֆանտաստիկ է, բայց մեզ անհրաժեշտ է նայել առաջ։ Կա նման մոտեցում, որ գիտեք, անցյալը բեռ է, անցյալը արդեն անցյալ է, մեզ պետք է միայն եւ միայն մտահոգվել ներկայով եւ նայել ապագային։ Այդպիսի մի կարծիք մի օր մի ամերիկացի է ասել մեզ, որ դուք նման եք այն վարորդին, որ անդադ նայում է հետևի դիտման հայելու մեջ փոխանակ առաջ նայում։ Բայց դա իր կարծիքն է։ Ընդհանրապես պատմություն ինչ է, ընթացք, ժամանակ։ Պատմությունն ուղղված է դեպի ուր։ Առաջ, ընթանում է առաջ, բայց պատմություն գիտությունը հետ է նայում առաջ գնալը հեշտացնելու համար։ Ավելի դյուրին դարձնելու մեր ընթացքը առաջ սովորել սխալներից չկրկնել եւ վերստին կիրառել այն ճիշտ մոտեցումները քաղաքական լինի մշակութային արարումները եւ մտքերը, որոնք եղել են վերջին գրավոր շրջանի, ասենք թե 1500 տարում։ Ես այստեղ շատ չշեղվեմ, բայց վերջում գիրքը ամփոփվում է արվեստի եւ գիտության ծագման խնդիրներով։ Այն ժամանակ, երբ որ դեռ Եվրոպայում գեղագիտությունը նոր է սահմանավորվում, դրանից 300 տարի առաջ Գրիգոր Տաթևացին էր դրա մասին արդեն խոսում։ Այն էլ ինչ մտքերով։ Օրինակ,
նախնիների մասին ասում է զնյութ երկրավոր գեղեցկացուցանեն զանազան նկարիվ եւ ճարտարությամբ ժայռապատկերի մասին ուղակի իհարկե չի ասում բնությունը զարդարել է մշակույթի սահմանումը այն ինչ որ ասում ենք ձեռակերտ մարդու կողմից հիմա վերադառնալով հարցին Գևորգ ջան եթե անցյալը չգիտես խարխափելով ես առաջ գնում հետևի դիտման հայելին բնականաբար պետք է բայց պատմությունն ինքնին ոչինչ է, եթե դու չես կիրառելու դա։ Գրքեր գրեցին, հատորներ, հոդվածներ, դասագրքերը մի քիչ այլ հարց է, դասագրքերը միշտ աշխատում են։ Բայց մեր պատմաբանների աշխատանքները ինչի համար են, եթե դրանք չեն հեշտացնելու մեր ընթացքը, ապահովելու մեր կենսունակությունը։ Ուստի պատմությունը մի գիտություն է, որը տարբերվում է մյուս բոլոր գիտություններից մի բանով։ Բոլոր գիտությունների մեջ կա իրենց ընթացքի պատմությունը։ Կարո՞ղ է, բայց ես գիտության մասին չեմ ասում։ Գիտությունը հասկանալի է, գիտությունը ամենաֆանտաստիկ բանն է ըստ էության, բայց խոսքը այսօրվա սերնդի դասիրակության եւ այն արժեքները, որոնք մենք տալիս ենք իրենց, ինչպիսի արժեքներ մենք պիտի իրենց տանք, որpիսի նրանք չլինեն աշխարհից կտրված, բայց միևնույն ժամանակ չլինեն նաեւ անցյալից կտրված։ Շատ ճիշտ, արդեն իմ հարցին ինքնապատասխան եղավ հարցի, բայց հիշենք Սասունցի Դավիթ էպոսը։ Զգուշացնում է հարձակումից առաջ, սա մի ամտություն էր։ Ինքը չէր կարող ուրիշ կերպ։ Իր արժեհամակարգն էր, պետք էր զգուշացնել մարդկանց, հարձակվում են։ Էպոսում, երբ որ Ձենովոհանի հետ փոքր միջին հասակում էր դեռ Դավիթը, մոտենում են քաղաքին դարպասները փակեր, ժամը 6-ն էր օրինակ, Քաղաքը ընդունել էր օրենք, որ 6-ին դարպասը պիտի փակվի։ Ձենովոհանը Դավիթը մոտենում են փակե։ Ասում հորեղբեր, բա ասենք թող բացեն, ասում ոնց ասենք բացեն, մենք ենք այդ օրենքը կարգը սահմանել, որ փակվի։ Հիմա մենք խախտենք, շշմելու բան, որը այսօր բարձր չէ ինչ եմ ասելու, մենք չենք տեսնում։ Դպրոցական դասագրքերում պիտի մատուցվի արդեն օտար բառը ասելու ֆիլտրված պատրաստի գիտելիքը ճշգրիտ, որովհետև վաղվա սերունդին դա պետք է բնականաբար։ Բայց ես մի բան նշեմ, հայրենասիրությունը մեր ինքնությունը ընդհանրապես երկու ուղղությամբ կարող է չէ դրսևորվել դրական ու բացասական։ Մի դեպքում ինքնությունը ծառայում է հայրենասիրությանը, երկրի պահպանությանը, մշակույթի ազգապահպան, մյուս դեպքում կարող է լինել շովինիզմ, բացասական իմաստով, չէ՞, երբ որ դա գերադասվում է մյուս բոլոր բաներից եւ արվում է այլոց նկատմամբ հակադրությամբ։ Մեր հայրենասիրության հիմքը ո՞րն է։ Հայրենաճանաչությունը։ Հայրենասիրության հաջորդը ո՞ր է։ Հայրենապահպանումը, հայրենիքի պահպանությունը եւ վերադարձը կորուսյալ արժեքների։ Ամենից սկսվում է հայրենաճանաչությունից։ Աշխարհագրություն, 3 լճեր հայկան լեռնաշխարհի որ աշակերտը հանկարծ չասի, թե Հայաստանի ամենաբարձր լեռը Արագասն է։ Այդ հիմա նման քաղաքականություն են տանում, հիմա ուզում են հենց այդ այսպես կրտել, հա, այսինքն կամ ոչ թե կրտել, այլ կրտել մարդկանց միտքը եւ իրենց սահմանափակել, ասած ձերը այդ նշանն է, որը կրում ենք, որտեղ Հայաստանը այսքան սահման ունի եւ հանկարծ չմտածեք, որ Հայաստանը ավելի մեծ է եւ հայերը ավելի լայն բնակության արեալ են ունեցել։ Ֆորզացում դրել սա։ Գովեստներ եմ ստացել այս նկարի համար։ Ինչպես ես հանդգնել դնել այս նկարը։ Ուր ենք հասել։ Դե ես ցեզ եմ ուզում հարցնական ջան, ուզում հասկանալ, էլի, այդ ինչպես է ստացվում։ Լավ, կարելի է միգուցե դեգրադացիա, մի բառ։ Հա, դեգրադացիա։ Կարելի է միգուցե ասել, գիտեք, լավ կլիներ, որ բան, բայց տեսնում եմ, որ կա մոլուցքով դիմադրություն մեր ամեն հայկականին կարծեք։ Մարտնչող տգիտություն։ Բայց ես հիմա լավ էլ իրենք լավ բառը պետք չի օգտագործել։ Գիտեմ։ Խելոք են գործում։ Իսահակյաններ չի ասում, գիտեք, քնում են լեռներն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին, Իսահակյաններ։ Երևի։ Դրա համար ես միշտ խոսելիս ու գրելիս դե շատ հեշտ է, խոսելիս երբեք բնազդաբար ինձ մոտ ճիշտ է գնում։ Առանձին ասում եմ ՀՀ Հայաստանի Հանրապետություն, երբ որ պետք է Հայաստան եւ Արցախ, բայց Հանրապետություն բառերով, ես երբեք չեմ ասում Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ։ Երբեմն մեծ հայք կամ Հայաստան,
Ու երբ որ օգտագործում եմ Հայաստան բառը գրում, միշտ իր ենթատեքստում պիտի ճիշտ լինի։ Հայաստանի բարձր լեռը, Հայաստանի 3 լճերը, թե ՀՀ-ի է 1 լիճը։ Սևանը ՀՀ-ում Եթե մենք նշում ենք օրինակ 3 լիճ, հա, նկատի ունենալով նաև Ուրմիան օրինակ, արդյոք սա կամ Վանը, արդյոք սա նշանակում է, որ մենք տարածքային պահանջներ ունենք Իրանի եւ օրինակ Թուրքիայի Հանրապետություն։ Մենք տարածքային պահանջներ պիտի ունենանք ինքներս մեզնից, հասկանալու համար որն է իրական Հայաստանը։ Այսքանը։ Մենք պիտի դա գիտակցենք, մեր մեջ պիտի լինի։ Տարածքային պահանջների հարցը չի։ Եթե այդպես վերցնենք Հայաստանը Հռոմի եւ Պարսկաստանի միջև բաժանված էր։ Չգիտեմ, Պարսկաստանը եթե 7-րդ դարում Իրանը չթողներ 5 կրոնը եւ անցներ Մամեդակ, դժվար է ասել, թե այսօր ինչպես կլիներ։ Միասին կմնայինք եւ ուժեղ կմնայինք։ Զրույցի սկզբում Կարեն, ես պատահական չէ, որ հիշեցի նաև աղվանքը, դուք խոսեցիք Վիրքի մասին։ Հիմա կա եւ վաղուց դուք շատ լավ կհիշեք, դեռևս խորհրդային տարիներից ադրբեջանական քարոզչությունը տանում էր այն գիծը, որ այդ եկեղեցիները ալբանական եկեղեցիներ են, քանի որ խորհրդային տարիներ էին, Մոսկվայի վերահսկողություններ, կային որոշակի այս կողմից էլ հրաձգություններ, ճնշումներ, բայց հայկական գիտական միտքն էր պատասխանում եւ դրանով սահմանափակում են կարծեք։ Հիմա ինքը դարձել է պատասխանեցինք, շատ ուժեղ։ Հիմա կարծեք նախ այդ սերունդից շատ քիչ մարդիկ են այսօր ակտիվ։ Նոր սերունդում մենք չենք տեսնում մարդիկ, որոնք տոգորված կլինեն այդ գաղափարներով եւ ստացվում որ Ադրբեջանը այս պայքարում կարծեք սկսել է իր թեզերը ավելի շատ առաջ տանել, նարատիվները վաճառել եւ ֆինանսավորել եւ գրքեր հրատարակել, անգամ Վատիկան են մարդիկ գնացել, որպեսզի այնտեղ ինչ որ փաստաթղթեր այո նաեւ գտնեն, ապացուցելու, որ այդ եկեղեցիները պատկանում են ալբանական եկեղեցուն։ Դե ոչինչ, նավթա գրքեր են դրանք, նավթադոլարներ, նավթագրքերով մենք ակադեմիայի համակարգում գործում է Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը։ Իրենք շատ որ ասում եք հիմա ավելի հետասած սերունդը չի, շատ լավ աշխատում են գրքեր հրատարակելով, ուղղակի մեր միջոցները այն չեն, որ ամեն մի քաղաքական կամ գիտական կոնֆերանսի, ինչքան մասնակցել եմ դրսում, դրանք բերում են Չինաստանում, այս բարձրության բրոշուրները կամ գրքերը լցնում, 3 լեզվով ֆայլում տպագրած, իսկ մենք մեկ գիրք A4 ֆորմատի վրա, հա, ինչ որ թղթեր։ Դժվար է, մի քիչ Սփյուռքին պիտի քննադատել, թե իրենք ավելի հանգիստ վիճակում են այնտեղ եւ ավելի կարող են, ունակ են այդ ամենը անել, հովանավոր հրատարակությունները, գիտաքաղաքական հրատարակությունները հատկապես պիտի արվի 9-10 միլիոն ազգային դեմք կամ ծագում ունեցող ժողովուրդ ենք եւ աշխատում ենք ընդամենը 10-20 հազար նրանցից ակտիվ Կարեն, բա ի՞նչն է դրա պատճառը, այդ ինչպես է ստացվում, որ այդքան ռեսուրս ունենալով այլ ազգեր, այլ պետություններ անգամ ռեսուրսների բացակայության պարագայում են դա անում։ Մենք այդքան ռեսուրս ունենք, այդքան մարդկային եւ այլ կապիտալ են կուտակել տարիների, դարերի ընթացքում։ Կարծեք որևէ մեկից այբուբեն չենք վերցրել, որևէ մեկից մշակույթ չենք գողացել, փոխառություններ ունենք, մեզնից ունեն փոխառություններ, ունենք ուրույն քաղաքակրթություն, լավ վատ դա հարցյալ կողմն է, մերն է, մեր սեփականն է, իր դեմքով, իր տեղը զբաղեցնելով, այսքանով հանդերձ, կարծեք մենք տանուլ ենք տալիս այդ պայքարը, ինչու, ինչպես է ստացվում, մենք ինքներս, ինչպես որ դուք ասացիք, պահանջ մենք ինքներս մեզնից պիտի ունենանք առաջին հերթին, ինչու մենք մեզանից, մենք պահանջ կոչենք ինքներս մեզնից, որ հակառակորդն էլ չօգտվի այդ մեր խոցելիություններից։ Բարդ հարց է։ Մենք ունենք ինչ-որ ազգային հանդարտություն, եթե չասեմ դինջություն, քնած վիճակ, ընդարմացած, ինչ-որ բաների ազդեցության տակ լինի, կարծես ամբողջ ազգը։ Ես դա մի քիչ կապում եմ 1915 եւ հաջորդ թվականների հետ։ Երբեմն որ որևէ հայ որևէ վատ բան է անում, հիմնականում ակամա ասեմ դե լավ, դե 15 թիվ տեսած ազգ ենք, այդքան հարված ենք տեսել, մեր հոգեբանության վրա ազդել է։ Փորձում եմ ինչ-որ ձև արդյացնել, իհարկե խոսքը մի 50 հոգու մասին չի, հանցագործների, այլ
Մյուսների, որոնք ակամա ինչ որ սխալ են անում։ Սևակներ Եղեռնազարկ էլ եղանք, ում բառներ մոռացա։ Եղեռնազարկ։ Ապրիլի 24-ին տարվա մեջ մի օր հիշում ենք, մեզ կարգին ենք պահում։ Մյուս օրերը այդքան էլ չէ։ Դեռ չգիտենք այս ապրիլի 24-ին մենք ինչպես կպայմենք, բայց կան, չես կարծում մի բան էի ուզում ասել Այվուբենի մասին, որ ասացիր, 19 թվականին Չինաստանում մեծ վեհաժողով էր, եւ ես PowerPoint-ով ցույց էի տալիս Հայաստանի ժայռապատկերները մետաքսի ճանապարհի ամբողջ երկարությամբ, չինականը, միջինասիականը մերը եւ այլն, համատությամբ, եւ վերևում հայերեն տառերով մնացել էր, անգլերեն չէի գրել, ամեն ինչ հայերեն տառեր կային սլայդներից մեկի վերևում։ Ընդհատեց շատ խոնարհվելով չինացի ընկնդիրը, ասաց, ինչ տառեր են, ձեր տառերն են, ասացի, այ բնական են, ասեմ, այո, 39 հատ, 38 հատ։ Միայն ձերն են, հետաքրքիր են հարցերը տրամաբանությունը, դուք եք ստեղծել, միայն ձերն են, էլ ով է օգտվում են թե չէ, շատ հետաքրքիր էր այդ ընկալումը։ Եզակիություն անմիջապես զգաց։ Ու մեր տառերը մեր զորքն էին, երկաթագրերը, որոնք մեզ պահեցին։ Եվ պահեց մեր հավատքը իր բոլոր աստիճաններով, բնապաշտությունը 10-15000 տարի առաջվանից եկող օրինակ, նախաքրիստոնեական կոչված շրջանը եւ քրիստոնեական շրջանը։ Դրանք միահյուսված են, կարելի, հա? Որովհետեւ քրիստոնեությունը ինչ է, լույսի պաշտամունք։ Մեր շարականների մի մասի հիմքում, հիշում ես, երկերն են, արևագալի երկերն են։ Հիմն արևին, հիմն որը երկվում է հենց պահոց շրջանում հիմնականում։ Իսկ արևի պաշտամունքը, լույսի պաշտամունքը այնքան ծայր ունի արտահայտված ժայռապատկերներն, որ էլ շատ հաճախ Հայաստանում շատ են փորձում հակադրություն տեսնել քրիստոնեական Հայաստանի կամ հայերի եւ հեթանոսական կամ նույնիսկ դրանից առաջ նախ պնդելով, որ դե գիտեք քրիստոնեությունը մեզ կործանեց, եթե մենք քրիստոնյա կամ փրկեց, ես իհարկե համարում եմ, որ փրկեց, բայց այլ հարց է, որ մարդիկ կարծեք այդքան էլ ճիշտ չեն ընկալում ոչ մեկը, ոչ մյուսը։ Շահարկում են։ Նախ հեթանոսական Հայաստանի մասին շատերը չգիտեն, քրիստոնեական Հայաստանի մասին չգիտեն։ Հիմա մենք խոսում ենք այս ինքնության մասին, որի մեջ ձևավորվում էր հայ էթնոսը, հայ միտքը, հայ պատկերագրությունը, հայ կոմունիկացիան, հա, մտածողությունը։ Ամենասկզբում այդ բառը ասացիր հաղորդակցման միջոց, այո, ստեղծում էր իր որդու կամ օգնական զինվորի որսորդի համար, բայց ուներ միտք, թե իր հաջորդները կօգտագործեն, թե չէ դժվար է ասել, բայց հաստատ կմտածեր։ Որովհետեւ այդքան ծանր աշխատանք անել ընդամենը մի բան բացատրելու համար, 12000 ժայռապատկեր։ Եթե բազմապատկ ենք ամեն մեկի ստեղծման ժամանակ ծախսված ժամանակը, ինչ եմ ուզում ասել, միշտ էլ մարդը մենք նրանցից շատ քիչ ենք տարբերվում։ Մեր նախնիներից Տեղեկատվության չափով տարբերվում ենք։ Օրինակ ես ավտոբուսի համարներ կամ հեռախոսի համարներ գիտեմ, որոնք ինձ պետք չեն, կամ պետք են։ Ուրեմն կա տեղեկություն, գիտելիք, իմաստություն, մի քանի շարք։ Իրենք իմաստությանը հասել էին։ Ուսուցողական ժայռապատկերներ կան, որը ինչպես պետք է անել։ Ինչ եմ ուզում ասել, հետ գալով մտքին, հավանաբար մտածել են հաջորդ սերունդների մասին, թե չէ ինչի պետք է այդքան բարդ գործ անեին, փոխանցեին իրենց տեղեկությունները։ Բացի դրանից, այն ժամանակ էլ են եղել է վտանգի զգացողություն, մի օր ինչ-որ բան կկորի։ Խոսքը լեռների մասին չէր իմ ցույց տված։ Բայց մի օր կկորի այն արահետը, որտեղով ջուրը գալիս էր։ Ջրի գծեմ թող մնա։ Մի օր հանկարծ մեկը կմոռանա, թե որտեղ են այծերը ավելի շատ հավաքվում ջուր խմելու, պատկերեմ քարին։ Այսինքն տեղեկության, գիտելիքի, արդեն իսկ գիտելիքի պահպանման միջոց, բայց ինչու՞ չէ նաև իմաստի, պաշտամունքային տեսարանները, կանանց պատկերները, փոխաբերության տեսանները, հղիության եւ այլն։ Հա մեկ էլ մի բան նշեմ շատ կարեւոր, ես դա շատ ուշ հասկացա, մի 15 տարի առաջ, 31 թեմատիկա կա մեր ժայռապատկերներում, որոնք մեկտեղ հանդիպում են նույն տեղում, օրինակ Գեղամա լեռներում 31 տարբեր թեմատիկա, տարբեր չէ, միահույս։ Աշխարհի ոչ մի ուրիշ վայրում 5-ից 6 թեմատիկայից ավելի չի հանդիպում մեկտեղ։ Սա ինչ է նշանակում։ Սփռման կենտրոն, ինչպես են եվրոպաբանական, ասենք, մտածողությամբ, հնագիտական
մշակութային պայթյուններ են եղել, Հայկան Լեռնաշխարհից Քուրարաքսյան կոչված տարածքից ծրվել են իրենց մշակույթով, տեխնիկայով, տեխնոլոգիայով մարդիկ, լեզուն էլ տանելով, շատ համադրություններ կան ընդհուպ միջև Իսպանիա, բայց ժայռապատկերը նույնպես դա ցույց է տալիս։ Եթե այստեղ 31 թեմատիկան ամփոփ կուտակված է, այն էլ բազմազան ամեն մեկից մի 300 հատ, ուրիշ տեղեր մեկտեղ Միջին Ասիայում հանդիպում են այցերի 9000 այցեր փորագրած։ Ու մի քանի շամանիստական պատկեր։ Օրացույց չկա, աղբյուրի նշան չկա, լեռան նշան չկա։ Այսինքն սա նաև կարող ենք օջախորան համարել։ Բարձր արժեքները ինչ չկա։ Չկա կատու, մուկ, աչք։ Աչքը որպես կետ երբեմն անժամանակ կատու կա։ Կատուն միշտ մարդու կողքը ապրել է, չի ընտելացում, բայց մարդուն կից ապրել է, շունը օգնական էր, կատուն ուղղակի սրանք կարևոր չեն, չկա սպանության տեսարան արդեն նշեցի, ուտելու տեսարան չկա, որևէ պատկերում ուտելու տեսարան չկա, որևէ պատկեր չէ այսօր ամբողջ Facebook-ը ուտելու տեսարանն է։ Այսինքն նույնիսկ նախնադարյան մարդուց չկա մի պատկեր, որ ինչ այսինքն ավելի խելացի, ավելի իմաստուն է, ավելի էսթետիկ արժեքներ ունեն։ Կարեն, Ժանիք չկա։ Ինչ? Ժանիքներ չկա, նույնիսկ կենթանի։ Հիմա Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը ինչ վիճակում է։ Նախագահությունը առանձնացել է գիտության կոմիտեից է ֆինանսավորումը գալիս, ենթարկվում է, իսկ ինստիտուտները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ֆինանսական հովանու տակ են։ Այսինքն դա նշանակում է, որ ակադեմիան կամաց-կամաց փակվելու եզրին է։ Շատ էին խոսում այդ մասին։ Ես չեմ հավատում, որևէ բան կհաջողվի անել վատ բան։ Նման փորձեր են անում։ Վատ բան։ Չէ, իրականում մյուս կողմն էլ կա, երբ որ գիտնականները գլոբալ առումով ոչ ֆինանսավորում են ստանում, ոչ գյուտեր են անում, ոչ հայտնագործություն են անում, ոչ նորմալ զուտ, ոչ թե չունեն այդ մտավոր կարողությունները, դրա պահանջը չկա, դրա պատվերը չկա, դու գումարը չկա, բարձր որ դառնում է մակաբույց։ Նայած որ ոլորտում։ Բնագիտության ոլորտում արվում են հիմնականում գրանտներ են անվտանգ, չէ։ Դրսից կան նաև։ Բայց ինչու դրսից։ Հայկական ֆոնդերից կան նաև Գյուլբենկյանից եւ մյուս ֆոնդերից, համահայկական ֆոնդ։ Գյուլբենկյանը հայկական ֆոնդ չի։ Հայ գիտեմ, բայց հայ գիտության Ես գիտեմ, որ դու գիտեք, ես նպաստում է ներդրումներ կան։ Հայ ֆոնդ չի, ցավոք։ Ինչ որ մեժման պատճառով գնացին մնաց այնտեղ ամբողջը։ Հիմա այս կոպուսային համակարգը, որ պարտադրում են, ես իմ թեման հին է, ես կարող եմ միջազգային ամսագրերում այսպես կոչված ռեյտինգ ունեցող, չնայած այդ ռեյտինգը Հոլանդիայում հնարված մեծ կազմակերպություն է, մի քիչ խիստ ասած համքարական, դու իմ մեջ ես այս ամսագիրը քո վարկանիշը բարձր, իրար փոխադարձողումներ են անում, ռեյտինգները բարձրանում, բայց Գերմանիայի, Իտալիայի գոլեգաների հետ առաջարկել եմ ինչ-որ բան գրել Սկոպուսային ամսագրում, չեն լսել, թե Սկոպուսն ինչ է։ Գիտաչափական մյուս բաները գիտեն, բայց հիմա մեզ պարտադրում են դրա մեջ։ Ես ունեմ իմ հին շրջան, ամեն տեղ կարող եմ հրատարակել, բայց նոր շրջան, Նժդեհի կամ Անդրանիկի շրջանով զբաղվող մարդը որտեղ հրատարակի, մեկ ով կտա դրական գրախոսություն, որտեղ հիմնականում լցված են արևելքից ու արևմուտքից մեզ իրենց այսպես կոչված հարևանությունը պարտադրած ցեղերը, նստած են ամեն տեղ խմբագրություններում։ Շատ կարևոր բան եք ասում, այսինքն իրենք վերահսկում են գիտական մտքի տարածումը այնպես, ինչպես իրենց ձեռնտու է։ Որպես գլխավոր խմբագիրներ դրանք այքան էլ շատ չեն, բայց ամեն մի խմբագրական կոլեգիայում ամսագրի մեկ հատ Կանչան գումարի խնդիր է, լինեն չլինեն, եթե իրենք բերեն այնքան գումար, որ անհրաժեշտ է այդ խմբագրությանը, ցանկացած հոդված կմերժեն, ցանկացած այլ հոդված կընդունեն։ Դա արդեն մենք պիտի պարզ ասենք, որովհետև նախկինում եթե այդպես կիսատոներով ենք ասում, պետք է ուղիղ ասենք, որ այդպես է նաև գիտական աշխարհում ցավոք։ Գիտության զարգացման մի ճանապարհ եմ ես միայն տեսնում, ակադեմիայի նախագահությունը, ներ շատ վաղուց, նույնիսկ խորհրդային ժամանակներից սկսած, պիտի կամ էլ նախագահությունը չէ, լիներ ինչ-որ մի մարմին, գիտահետախուզական մարմին։ Գիտահետախուզական, ոչ թե գիտահետազոտական։ Նոր բառը տերմինը եզրասարքեցի, հետազոտական բոլորն են։ Հետախուզական։ Դե scientific intelligence նման բան կա, economic intelligence կա, տնտեսական intelligence service-ի նմանությամբ անգլերեն, կա, նման բան կա, տնտեսական հետախուզություն,
որ գիտական ինստիտուտում հետախուզություն։ ով ինչով է զբաղվում, ում օգնեն հրատարակության, ֆինանս աշխատավարձով եւ այլն, ում այդքան էլ չէ։ Ինչու։ Եվ ինչու չեն օգնում, այս է իմ հարցը։ Ինչի պիտի 30 տարի մենք ես տեսել եմ թե դու ինչպես ես չարչարվել, ու այս գիրքը հրատարակելու համար ցանկացած գիտնական դռները թակում, որպեսզի իր գիրքը հրատարակեն, որպեսզի ինքը մի հատ պրեզենտացիա անի, մի հատ հեռուստացույցով ցույց տան, իսկ ամեն աղբը կարող է ուղղակի միլիոններ ծախսել դրա վրա եւ որևէ հանրային օգուտ դրանից չլինի, բայց ամենակարևոր բանը չլինի, վնաս չլիներ։ եթե վնաս կողմը Ավելի չլինի։ Ինչ եմ ուզում ասել, հետախուզություն, ինչի պիտի ես այսօր նստեմ չարչարվեմ, ինչո գրանտ գրելու համար։ 30 հետ ինչո պայմանների բավարարեմ, արտասահմանում եմ մեկին իրական կամ ֆիկտիվ ինչո կորեգա գտնեմ, ինչ է արտասահմանից պիտի մեկը լինի, որ ասենք 10 կամ 20 հազար վալյուտանոց ինչ որ բան գտնելու համար։ Ես ինքս իմ աշխատանքով կարողանում եմ իմ մեքենայով, իմ ծախսերով աշխատավարձը փառքաստու վատ չի, դասախոսում եմ նաև Բրուսովի անվան պետական համալսարանում ազգային մշակույթ, հայ մշակույթ առարկաները Դեռ կա այդ առարկան։ Կա առաջայնագիտություններ, հիմա ավելի կոչվեց ազգային մշակույթ, շատ երեխեքը շատ լավ հետաքրվում են, լավ մթնոլորտ է երեխեքի ուսանողները, շատ լավ։ Երեխաները շատ են։ Դպրոցից եկել եկել են իրենք կդիտեն, հա, այս մեր հաղորդումը, մեր զրույցը։ իրենց ուղված կոմպլիմենտ բառը հայերեն մոռացա։ Հաճախոսություն, բայց հաճախոսություն չէր, էլ ճիշտ էր։ Ես միշտ այդ տարբերություն նշում եմ, դա կոմպլիմենտ չէ, էլ ճիշտ է։ Նայում են երեխեքը շատ լավ հետևում են։ Դասի մի մասը մի քիչ փոքրինչ շեղվելով ավելի ընդհանուր բաներից են խոսում, հիմնականում մշակույթի։ Դե դասախոսին իրենք կարդում են, կգան կպատասխանեն, գնահատական է կստանան։ Բայց դասախոսի հիմնական գործառույթը ֆունկցիան պիտի լինի ոչ թե դասախոսությունը, դեղնաստղթերը, արդեն դե PDF տարբերակ ուղարկված է իրենց, ոչ թե դա նստել կարդալ, այդ դեպքում իրանք կաղմիկ են, երեխեք են, հեռախոսներով բան զբաղվում են։ Այլ դու պիտի բացատրես, թե ինչ է գրված։ Ինչ գրված չէ, որը ասենք հարմար չէր գրել օրինակի ձևով, կատակի կամ հանելուկի միջոցով, երբեմն մի քիչ ինտերակտիվ խոսքը կիսատ եմ թողնում, ասում շարունակեք, ինչ պիտի ասեի, հաճախ հուշակում են, այնքան հետաքրքիր է, որ թեմայի մեջ խաղում եք, հա, պետք է երեխեքին կենթանի պահել, կենթանի չէ, ավելի միտքը կենթանի պահել, միտքը, որ մտածեն։ Այո, շատ կարևոր բան։ Հասարակ բան է ասում, նոր ասում երեխան է, բանը, երեխա չեմ ասում, պատերազմ է, ով ում դեմ է, դե պարզա գիտեն, ասում եմ, Իրանը քանի տարեկան է, Իրանի պետականությունը։ Առաջ Պարսկաստան էր կոչվում, հիմա ինչու է Իրան կոչվում, չգիտեին, բացատրեցի, ուրախացան, քանի որ այլ ազգեր կան, մի քիչ սիրուն չէր, պարսիկ անվանել բոլորին ֆարսի, հասկացան, վայ, ինչ լավ եք ասում, պարզ բաներ են։ Իսկ Ամերիկան քանի տարեկան է։ Չգիտենք։ Մեկը փորձեց Կոլումբոսի անուն տալ, ասում չէ, դա չէ։ 1700-ականներ։ Ասեմ երեխեք, 250 տարի, ոնց։ Տեսեք 250 2500։ Այո, անկախության հռչակումից հետո։ Հուլիսի 476 թիվ։ Հիմա ասում եմ, քանի տարի է անցել։ Դժվարանում են հաշվել, վերջը գրատախտակին գրեցի 2 թիվը։ Վայ ինչ հետաքրքիր է։ Հայաստանը քանի տարեկան է այդ դեպքում։ Նախ Հայաստան բառը մի քիչ ստան վերջացանցը այնքան էլ մերը չի։ Հայքը, հա։ Մեծ հայք։ Ստանը իհարկե հնդեվրոպական նորմալ բառ է վերջացանցը, ստան, պարսիկները իրենց նահանգներին օստան են, չի ասում մարզերին։ Ռուսների մեջ կա ստանիցա, այդ կա։ Դրանից շատ բան չի փոխվի, հայք թե Հայաստան ասենք, շատերն են դրա մեջ հոգեբանական ինչ-որ ծանր բան տեսնում։ Այ մենք կփրկվենք, եթե ստան չասենք, դե լավ էլի։ Դե հա, տենց բան։ Այնքան փրկվելու ավելի կարևոր ուղղություններ կան։ Լեզուն պիտի պահենք, ազգապահպանման ամենակարևոր գործոնը։ Իսկ ինչ վերաբերում է կրոնին ու հավատքային կոնֆեսիոնալ հարցերին, կար մի ժամանակ արտահայտություն մեր եկեղեցականներից մեկը ջայել էր, ժամանակ օգտագործեց 1700-ամյա մեր փայլուն մշակույթը փառապանց, ոնց 1700։ Դե քրիստոնեության ընդունման բան։ Արագ խոսեց, հա, այդ օրերին էր 1700, չէր կարելի այդպիսի բան ասել։ Չէ՞ որ քրիստոնեությունը, եթե հաղթանակ համարենք, հաղթեց հեթանոսությանը, ազգային հավատքին, ինչը շատ թույլ էր, թույլին հաղթելը մեծ պատիվ է, ոչ։ Պիտի ասել ուժեղ էր, ես ավելի ճիշտ էի ուժեղ, ես
գերադաս եղա։ Դե իրականում այնտեղ տրանսֆորմացիայի խնդիր էլ կար, որտեղ մարդու իմաստության աճի աստիճանը բերեց նաև տարբեր ընկալումների, որտեղից էլ առաջացավ նոր կրոնի անհրաժեշտություն։ Կարեն, տարիքը կուզե ամեն դեպքում Հայաստանի, եթե կա նման բան։ Ես խորհրդանշական ասում եմ 5000։ 5000։ Միջինը, որովհետեւ ես նշեցի, Մարտիրոսյանը, որ ասում էր մեծ գազաններ կենթաներ են պատկերել, մարդը չկար, հազիվ են նկարված։ Դրանք ինքը համարում էր 6-ից 7-րդ հազարամյակների արգասիկ։ Դե իհարկե դա չի նշանակում, որ հայեր են եղել իրենք, չէ՞։ Դե այդ բաները ես մի քիչ չեմ սիրում, էլի, գիտեք, օրինակ աստղային քարտեզներ են արել, որը իդեպ ես մոռացա ասել, իմ մասնագիտությունը օգնեց ինչու՞, ժառապատկերները չեն թվագրվում։ Եկել է մի մարդ մի գործիքով խազել, փորագրել։ Շատ մաշկի մասնիկներ թողած լինի, որը ապագա մի օր գենետիկ ինչ-որ բան, եթե չի պահպանվում իհարկե։ Բայց նկարեն աստղային երկնքի գծագրեր։ Աշխարհում եզակի երկու բան ունենք Գեղարքունիքի մարզում, որի օգնությամբ ես որպես աստղագետ որոշել եմ տարիքը։ Չեմ ուզում շատ մեծ խոսել չլինի, բայց միակ բացարձակ թվագրության եղանակը ժայռապատկերների դեպքում փաստորեն աստղագիտական եղանակն է, որից երկու հատ կա Հայաստանում։ Աշխարհում մեկ էլ Արիզոնա մի պատկեր կա, աստղ կողքը Գերնորը եւ Լուսինը, որը կարելի ասել թե չի կարելի ասել որ հազարամյակում, բայց կարելի ասել թե որ ամսին է եղել Լուսնի տեսքից։ Այսպիսի բան կա, սա բնականաբար 7-րդ հազարամյակում չէր կարող լինել, եւ իմ հաշվումներով 4500 տարվա արդյունք է, 25-րդ դար, հենց հայքի ժամանակների։ Աստղային երկինքը դրած 3 համաստեղություն նկարած։ Սա լուրջ գործ էր։ Քարտեզները լուրջ են։ Կարեն, եւ իմ ավանդական հարցը, չգիտեմ, որը ավանդական հարցը, այդ պետք է նայել հաղորդումները բոլոր։ նայել եմ, բայց եւ այնտեղ ես տալիս եմ ամենավերջում իմ ամենասիրելի հարցերից մեկը, ըստ էության նույն հարցը, եւ իմ հյուրերի կողմից ակնկալում եմ այդ պատասխանը։ Բարդ հարց չի, բայց երևի թե բարդ է։ Որ սկզբում ասացիր դաժան հարց է։ Չէ, դաժան հարցը անցանք արդեն։ Հարցը վերաբերում են մի քիչ պարզեցված, բայց հետեւյալին, թե որն է մեր ազգի դրական կողմը, կողմերը, ես արդեն ուզում եի ուղղել, որոնք բացի դասական հյուրընկալություն, հյուրասիրություն, մարդասիրություն, միգուցե դրանք էլ, բայց բացի դրանցից ըստիս այն կողմերը, որոնց մասին մենք քիչ ենք խոսում, բայց ունենք։ Այդպիսի մի խոսք կա, ասում են հայի վերջին խելքը իմը լիներ։ Սա մեկ, սա դրական կարևոր բան է։ Հայի վերջին խելքը։ Երբեմն Սարդարապատում 88 թվին Կորուստները հաշվի առնելով մի քիչ դժվար է տեսնել, թե այդ խելքին խելքը չգերագնահատենք, թե ինչ արդյունք տվեց։ Գիտեք, այսօրվա աշխարհը ավելի ոսկե հորթի պաշտամունքին է, այդ ուղղությամբ է, ոսկի փող, բայց մարտահարացը ինչպես ենք ասում, պսիխոսոմատիկ հարվածներ ենք, հոգեմարմնական։ Հոգին կապ չունի փողի հետ։ Ընդհանրապես փողը ընդհանրապես կարգավորող միջոց է, փողի պաշտամունքը պիտի չի լինի։ Ձգտում թող լինի միջոց է աշխատելու եւ ապրելու։ Երևի մեր բարությունը եւ ճիշտ ու հին ակունքներից, բարերը կրկնում եմ, հին ակունքներից ակունքվող արժեհամակարգը։ Մենք գիտակցել ենք դա, պատահական չէր, որ Խորենացին ասում էր բոլոր հյուսիսական ազգերի մեջ վեհագույնը, հյուսիսական ինքը դե բաբելոնյան տարածքի համեմատ էր ասում։ Ճանաչենք, գնահատենք, պահպանենք ու կիրառենք։ Կարծեք չենք պահպանում, սա իմ ամբողջ հարցը, այդքան երբ որ այս հարցը տալիս եմ եւ լսում եմ հյուրերի պատասխանները, ֆանտաստիկ հետաքրքիր, խորքային, ինչպես որ քո պարագայում դու ասեցիր այդ բարությունը, ժառանգության պահպանը, բայց մյուս կողմից էլ այդ ինչպես է ստացվում մենք այդքան հեշտորեն ազատվում ենք մեր այդ նույն ունեցած բարիքներից, երբ որ մեր անձնական կյանքում մարդը անգամ մեկ քարից դժվարությամբ կհրաժարվի։ Ոչ միայն մենք, ընդհանրապես մարդ արարած ինչու պետք է։ Իսկ քառակուսի կիլոմետրերից ու 10000 կիլոմետրից։ Որում շատ հեշտորեն, խնդիրը բաժանվելը չի։ Խնդիրը այն չէ, որ կարող ես կորցնել, խնդիրը այն չէ, որ դու կարող ես պարտվել։ Դրանք բոլոր ազգերին են հատուկ։ Բայց հեշտությամբ անելը դա անհիշատակ թողնել այդ ամեն ինչը։ Այսպես կոչված արժանապատիվ պարտություն։ Դա էլ չունենք։ Ինչու։
Չգիտեմ, ուղղակի նայում ես հին մշակույթին, հնագիտական, ժառապատկերային, երաժշտական, զարմանում ես, մենք կարծես թե կապը մի քիչ մեղմ եմ ասում, մի քիչ կորցրել ենք կապը։ Մենք ենք ժառանգորդը այս մշակույթի, ինչ ձևի ենք պահում, մեր հուշարձանների վիճակը նայենք, եկեղեցի վիճակը։ Հայկի ուղիղ ժառանգորդներն ենք։ Գենետիկորեն, այո, նստակեցությամբ, այո, սփյուռք եւ այլն այս մյուս հարցերը իհարկե պարզ են, արտագաղթերի պատճառը մենք չենք քշել են, բայց արժե համակարգային առումով մի քիչ չեմ ուզում շատ տուրք տալ քո ասացի եւ դիտողին փորձեմ ավելի դրականը, մեղմը, պիտի արժանի լինենք։ Կարճ օրինակ բերեմ, սարերում, որ տեսնում ժայռապատկերները խզբզել են, հայերը, եզդիները, ասում եմ, ախր ինչ եք անում, եզդիներին ասեմ, դուք ես 5000 տարի ապրել եք այստեղ, եղել են, ենթադրում։ Ձեր պապերի ստեղծագործությունը, սրանց տակ ոսկի չկա, մի փորեք, մի խզբզեք, ով էր որ խզբզի հավատացել ժողովուրդ եք, իրանք հավատավոր են շատ, վնաս կտա քեզ, եւ նրան ում որ նրա անունը գրել է։ Հայերը հավասարապես։ Հայերը եկեղեցու վրա, Արենի եկեղեցի մտնում ես ամբողջը ծածկված ներսից դրսից գրություններով։ Ինչու օտար ենք, թշնամու նման ենք վերաբերում եկեղեցուն։ Այո։ Մեկս մյուսի հանդեպ թշնամություն չունենք։ Մեկն էլ ասի թե այս եկեղեցու պատին հայերեն տարերով էս ինչա խզբզած, խոսքը 12-րդ դարի արձանագրության ալբանականը դուք եք ավելացրել։ Կարեն, շնորհակալ եմ շատ։ Չգիտեմ, արժանի պիտի լինենք այս մարդկանց նախնիներին ինչ չափով էտել մեր պատիվը։ Կրենք մեր մեջ այդ առաքելությունը։ Շնորհակալություն եմ հայտնում հեռուստատողներին։ Կան շատ կենարար զրույցեր, շատ կարևոր հետևություններով, տարբերություններով։ Կենարար լավ էր, տակիր էր։ Նույնը հարցերդ։ Այո, շնորհակալ եմ շատ։ Սելի հետևորդներ, սելի հեռուստատողներ, այս նախագիծը շարունակվելու է հրաշալի մարդկանց ձեզ ներկայացնել։ Նպատակը այն չի, որ մենք փորձենք քննադատել մեզ, ընդհակառակը, ես ուզում եմ վերհանել մեր հյուրերի միջոցով իրենց ներսի սերը Հայաստանի եւ հայկականության նկատմամբ, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր մեջ դա, բայց շատ հաճախ կարծեք նույնիսկ չենք ուզում դրա մասին բարձրաձայնել, որովհետեւ մոդայիկ չի, այսպես ասած։ Ես ուզում եմ, որ դա նորից վերադառնա մեր միտքը, մեր հոգին նորից պարուրվի մեր ազգայինով, որը բացարձակ չի նշանակում մեկուսանալ, կղզիանալ, ընդհակառակը։ Այս աշխատանքները, եկեղեցու պատմությունը, մեր նավարկությունները, մեր գրականությունը, մեր ազդեցությունը այնքան համաշխարհային է, որ այդտեղ մեկուսացման մասին ընդհանրապես խոսք ունի, հակառակը։ Մենք մաս ենք աշխարհի եւ աշխարհը մեր մասն է։ Համաշխարհայնացում։ Մի բան կարդամ Գեորգ ջան, Եղիշե Չարենցի 33 թվականին գրած խոսքերը դրեցի բնաբան։ Ով անանուն վարպետներ, որ կերտել եք լուռ ու անցել եւ ձեր շունչը թողել դարերում։ Պիտի արժանի լինենք։ Չարենցին ավելացնելու բան չունենք, իրոք արժանի լինենք։ Շնորհակալություն ձեզ եւ ամենակարևորը չվհատվեք։